Իսկ ինչ անել, եթե Քրիստոսի ամենադժվար պատվիրանը քո կյանքի գործը փրկելու միակ բանալին է։ Պատկերացրեք մի վարպետի, որը կանգնած է իր հոր անավարտ աղոթքը հիշեցնող սրբազան խաչքարի փշուրների վրա։ Նրա բռունցքներն այնքան ուժեղ են սեղմված, որ արյունը կաթում է մարմարի փոշու վրա։ Այդ պահին նա պետք է ընտրի պատասխանել ուժին ուժով, թե գտնել մի զորություն, որն ի վիճակի է կանգնեցնել պողպատե հրեշին առանց մեկ հարվածի։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք ոչ թե տեսություն, այլ իրական ռազմավարություն, ինչպես վարվեն անողոք թշնամու հետ։ Բայց ամենակարևորը, դուք կտեսնեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ այս մարդը, զինված միայն Քրիստոսի մեկ անհասկանալի խոսքով, մոտեցավ իր աշխարհը քանդելու պատրաստ բուլդոզերին։ Արդյունքը ցնցեց ոչ միայն նրա թշնամուն, այլև ամբողջ համայնքին։ Սա ուղղակի պատմություն չէ, սա բանալի է ձեր սեփական անհնարին պայքարում հաղթանակ տանելու համար։ Բաժանորդագրվեք հիմա եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք քանիսով ենք։ Արևը դեռ նոր էր սկսել ոսկեզօծել Արարատի ձյունապատ գագաթը, երբ պողպատե հրեշի սառը շունչը խախտեց Գևորգի արհեստանոցի առավոտյան լռությունը։ Բուլդոզերի դեղին գույնը սուր դանակի պես խրվում էր առավոտյան մեղմ լույսի մեջ, կանգնած լինելով նրա պապենական հողամասի սահմանին։ Գևորգը 45 տարեկան մի տղամարդ, որի ձեռքերը քարի փոշուց եւ տարիների աշխատանքից կոշտացել էին, սակայն դեմքին պահպանել էր հավատացյալ մարդու խաղաղությունը, դուրս եկավ արհեստանոցից։ Նրա շունչը կտրվեց։ Այդ հողը պարզապես հող չէր։ Այդտեղ թաղված էին իր պապի ու հոր քրտինքը, նրանց կիսատ թողած երազանքները, որոնք նա շարունակում էր կյանքի կոչել, քարին հոգի տալով, ստեղծելով խաչքարեր, որոնք պիտի դարեր շարունակ պատմեին հայ մարդու հավատքի մասին։ Շատ չանցած սև փայլուն ամենագնացից իջավ Տիգրանը։ 48 տարեկան, թանկարժեք կոստյումով ինքնավստահ քայլվածքով մի մարդ, որի աչքերում փողի սառը փայլն էր, ոչ թե հոգու լույսը։ Նա շինարարական ընկերության սեփականատերն էր, որը գնել էր հարակից բոլոր տարածքները հսկայական բնակելի համալիր կառուցելու համար։ Գևորգի փոքրիկ արհեստանոցը խանգարում էր նրա մեծ նախագծին։ «Բարի լույս, վարպետ», ասաց Տիգրանը, ձայնի մեջ թաքցնելով անհամբերությունը։ «Կարծում եմ ժամանակն է վերջ տալ այս անիմաստ ձգձգումներին։ Ես վերջին անգամ եմ առաջարկում։ Լավ գին եմ տալիս, կարող ես քաղաքի կենտրոնում 3 նման արհեստանոց գնել»։ Գևորգը նայեց ոչ թե Տիգրանին, այլ նրա հետևում կանգնած բուլդոզերին։ Նա տեսավ, թե ինչպես է դրա պողպատե շերեփը սպառնում ոչ միայն իր արհեստանոցը, այլև այն տխլենին, որը հայրն էր տնկել իր ծննդյան օրը։ «Պարոն Տիգրան, ես ձեզ արդեն ասել եմ, սա վաճառքի ենթակա չէ, սա իմ կյանքն է, իմ հոր ու պապի ժառանգությունը»։ Տիգրանը ծիծաղեց։ Դա սառը անկիրք ծիծաղ էր։ «Ժառանգություն, այս քարի կտորները, ապագային նայիր Գևորգ, ապագան բետոնն ու ապակին է, ոչ թե այս փոշոտ քարերը»։ Նա թղթապանակից մի փաստաթուղթ հանեց։ «Բոլոր թույլտվություններն ունեմ, սա քաղաքի զարգացման ծրագիր է, քո համառությունը խանգարում է առաջընթացին։ Ես քեզ 1 շաբաթ ժամանակ եմ տալիս, կամ կհամաձայնես իմ պայմաններին, կամ» նա նշանակալից հայացք գցեց բուլդոզերի կողմը, «օրենքը կանի իր գործը»։ Այդ պահին արհեստանոցից դուրս վազեց Գևորգի երիտասարդ աշակերտը Արամը։ Նրա աչքերում կրակ էր վառվում։ «Ինչ իրավունքով եք սպառնում վարպետին, սա սրբավայր է, ոչ թե շին հրապարակ»։ Տիգրանը անգամ չարժանացրեց նրան պատասխանի։ Նա շրջվեց եւ գնաց դեպի իր մեքենան։ «1 շաբաթ, Գևորգ, մտածիր»։ Մեքենան հեռացավ, թողնելով փոշու ամպ եւ լարված լռություն։ Գևորգը մոտեցավ կիսատ մնացած մի խաչքարի։ Դա իր հոր վերջին անավարտ գործն էր։ Նա զգուշությամբ շոյեց քարի սառը մակերեսը, ասես շոյում էր հոր ձեռքը։ Նրա մատների տակ քարի նուրբ զարդանախշերն էին, հավատքի եւ համբերության խորհրդանիշ։ Իսկ դրսում, սահմանի մյուս կողմում, սպասում էր պողպատե հրեշը, պատրաստ ամեն ինչ հողին հավասարեցնելու։ Գևորգի սիրտը սեղմվեց։ Նա գիտեր, որ սա պարզապես հողի կամ փողի կռիվ չէ, սա արժեքների, հիշողության եւ հավատքի պայքար էր։ Եվ նա իրեն այդ պայքարում մենակ էր զգում։ Այդ երեկո Գևորգի կինը Անին մտահոգ նայում էր ամուսնուն։ Նրանք նստած էին իրենց փոքրիկ խոհանոցում, որտեղ օդը լցված էր թարմ թխված հացի բույրով, բայց սեղանի շուրջ լռությունը ծանր էր։ Անին Գևորգի կողքին էր եղել 20 տարի։ Նա գիտեր ամուսնու յուրաքանչյուր հայացքը, յուրաքանչյուր շարժումը։ Նա տեսնում էր, թե ինչպես են Գևորգի սովորաբար հանգիստ ձեռքերը դողում, երբ նա բաժակը բերում է շուրթերին։ «Գևորգ ջան, մի բան ասա, այս լռությունը սպանում է ինձ», վերջապես խախտեց լռությունը Անին։ Գևորգը գլուխը բարձրացրեց։ Նրա աչքերում հոգնածություն կար, բայց նաև անկոտրում համառություն։
Ինչ ասեմ անի, որ մի մարդ եկել է ու ուզում է մեր կյանքը գնի, ասես շուկայում լոլիկ լինի, որ իմ հոր քրտինքը, իմ պապի ոսկորները, որ այս հողում են, նրա համար դատարկ տեղ են։ Գուցե պետք է խոսել Տեր Հովանեսի հետ, զգուշարեն առաջարկեց Անին։ Նա իմաստուն մարդ է, գուցե մի խորհուրդ տա։ Գևորգը դառնորեն ժպտաց։ Խորհուրդ։ Այս մարդիկ խորհրդի լեզու չեն հասկանում Անի։ Նրանք հասկանում են միայն ուժի և փողի լեզուն։ Նա վեր կացավ և մոտեցավ պատուհանին։ Դրսում լուսնի լույսի տակ արհեստանոցի ուրվագիծը մթին կերպով նշմարվում էր։ Ես չեմ զիջելու, ես թույլ չեմ տա, որ նրանք ոչնչացնեն այս ամենը։ Եթե պետք լինի, մինչև վերջ կկռվեմ։ Հաջորդ առավոտ լուրը տարածվել էր թաղամասով։ Երբ Գևորգը բացեց արհեստանոցի դուռը, նրանց սպասում էին մի քանի հարևաններ։ Նրանց թվում էր Տարեց Հակոբ պապը, ով Գևորգի հոր մտերին ընկերն էր եղել, և երիտասարդ Դավիթը, որի երեխաները սիրում էին խաղալ Գևորգի բակում։ Գևորգ ջան, լսեցինք, թե ինչ է պատահել, սկսեց Հակոբ պապը հենվելով իր ձեռնափայտին։ Այս անաստվածները սահման չեն ճանաչում, բայց իմացիր, որ մենակ չես, մենք քո կողքին ենք։ Դավիթը վճռականորեն գլխով արեց։ Վարպետ Գևորգ, ասեք ինչով կարող ենք օգնել։ Եթե պետք է, մենք էլ կգանք ու կկանգնենք ձեզ հետ, թող փորձեն մոտենալ։ Այս անսպասելի աջակցությունը մի փոքր ջերմացրեց Գևորգի սիրտը։ Նա այլևս այնքան մենակ չէր զգում։ Բայց հենց այդ պահին փողոցի մյուս ծայրից մոտեցավ մի այլ հարևան, Ռուբենը, ով փոքրիկ խանութ ուներ մոտակայքում։ Նա զգուշավոր մարդ էր և միշտ խուսափում էր խնդիրներից։ Գևորգ, լսիր, ես հասկանում եմ քո վիճակը, բայց միգուցե պետք չէ համառել, ասաց նա ցածրաձայն, որպեսզի մյուսները չլսեն։ Այս Տիգրանը շատ հզոր մարդ է։ Նրա հետ կռվելը նույնն է, թե գլուխդ պատին տաս։ Առաջարկում է լավ գումար։ Վերցրու, գնա, ուրիշ տեղ նոր կյանք սկսիր։ Հանգիստ կապրես։ Գևորգի դեմքը քարացավ։ Ռուբեն, դու չես հասկանում, սա ուղակի հողի կտոր չէ, որոշ բաներ կան, որոնք փողով չեն չափվում։ Նրանց խոսակցությունը կիսատ մնաց։ Տիգրանի ամենագնացը նորից հայտնվեց փողոցի սկզբում։ Այս անգամ նա մենակ չէր։ Նրա կողքին նստած էր մի տղամարդ, ում Գևորգը ճանաչեց։ Դա տեղական թաղապետարանի ներկայացուցիչն էր։ Խաղը բարձրանում էր նոր մակարդակի։ Տիգրանի ամենագնացը կանգ առավ արհեստանոցից մի քանի մետր հեռավորության վրա, և նրանից դուրս եկան Տիգրանն ու թաղապետարանի ներկայացուցիչը, Արմենը, միջին տարիքի մի պաշտոնյա, որի դեմքին կար ձանձրույթի և անտարբերության դրոշմ։ Գևորգի կողքին հավաքված հարևանները լռեցին։ Օդում լարվածություն կախվեց։ Արմենը, խուսափելով Գևորգի հայացքից, սկսեց խոսել պաշտոնական, անկիրք տոնով։ Քաղաքացի Գևորգյան, մենք այստեղ ենք ձեզ տեղեկացնելու, որ այս տարածքը ներառված է քաղաքի զարգացման գլխավոր պլանում։ Պարոն Տիգրանի ընկերությունն օրինական կարգով շահել է մրցույթը, ձեզ առաջարկվել է արդարացի փոխհատուցում։ Գևորգը մեկ քայլ առաջ արեց։ Արդարացի փոխհատուցում, պարոն Արմեն, դուք իմ հոր տունը գնահատել եք որպես հասարակ շինություն։ Դուք գիտեք, որ այս պատերի մեջ 3 սերունդ խաչքար է կերտել, դա արդարացի է։ Տիգրանը խառնվեց խոսակցությանը, այլևս չփորձելով թաքցնել իր գրգռվածությունը։ Գևորգ, դադարեցրու այս թատրոնը։ Թղթեր կան, օրենք կա։ Դու խոչընդոտում ես քաղաքի զարգացմանը։ Ես փորձեցի քեզ հետ լավ ձևով խոսել, բայց դու չես հասկանում։ Սա իմ վերջին այցն է։ Եթե մինչև շաբաթվա վերջ չհամաձայնես, ես կդիմեմ դատարան, և դու կտորցնես ամեն ինչ առանց որևէ փոխհատուցման։ Հակոբ պապը չդիմացավ։ Ամբարիշտ, դու աստծուց չես վախենում, մարդու օջախն ես քանդում։ Տիգրանը ծաղրական հայացքով նայեց ծերունուն։ Պապի, քո աստվածը թող իր եկեղեցում մնա, այստեղ իմ օրենքներն են գործում։ Ասաց ու առանց հրաժեշտ տալու նստեց մեքենան։ Արմենը մի պահ վարանեց, ապա շտապեց նրա հետևից։ Մեքենան հեռացավ, թողնելով Գևորգին և իր համախոհներին նվաստացած և անզոր։ Այդ երեկո Գևորգի տանը մթնոլորտը պայթյունավտանգ էր։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր։ Գևորգը, Անին, նրանց որդին, 18-ամյա Վարդանը և Գևորգի կրտսեր եղբայրը Լևոնը նստած էին լուռ։ Լևոնը 35 տարեկան, գործարար, տաքարյուն և պրագմատիկ մի տղամարդ եկել էր Երևանից լսելով եղբոր խնդիրների մասին։ Նա առաջինը խախտեց լռությունը և նրա ձայնը կտրուկ էր, ինչպես մետաղի շառաչյունը։ Ես չեմ հասկանում, Գևորգ, ինչի ես սպասում, մինչև այդ սկսերիկան բուլդոզերը քշի բերի ու ամեն ինչ հողին հավասարեցնի։ Պետք է գործել։ Ես լավ փաստաբարներ ունեմ, կգտնենք մի բան այդ Տիգրանի վրա։ Բոլորն էլ մութ գործեր ունեն։ Մի քիչ կվախեցնենք, կհասկանա, որ քեզ հետ պետք չէ կատականել։
Գևորգը դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նա ամբողջ օրն անցկացրել էր եկեղեցում, Տեր Հովանեսի հետ զրուցելով եւ ավետարան ընթերցելով։ Նրա հոգում պայքար էր գնում։ Լևոն, դա մեր ճանապարհը չէ, չի կարելի չարին չարով պատասխանել։ Լևոնը հեգնանքով ծիծաղեց։ Մեր ճանապարհը, իսկ ո՞րն է մեր ճանապարհը, Գևորգ։ Նստենք ու աղոթենք, մինչև նա մեր գլխին տանիքը քանդի։ Իրական կյանք արի, եղբայր, այստեղ գայլի օրենքներ են։ Գևորգը ձեռքը տարավ սեղանին դրված հին կաշեկազմ ավետարանին։ Քրիստոսն ասում է. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են»։ Լևոնը կտրուկ վեր կացավ տեղից, նրա աթոռը ճռալով հետ գնաց։ Ինչ, աղոթեմ այն մարդու համար, ով ուզում է իմ եղբոր օջախը քանդել։ Դու լուրջ ես, Գևորգ, դու կորցրել ես իրականության զգացումը։ Այդ գրքի խոսքերը գեղեցիկ հեքիաթներ են, դրանք այս կյանքում չեն աշխատում։ Անին, որը մինչ այդ լուր լսում էր, միջամտեց. Լևոն, այդպես մի խոսիր, դա Աստծո խոսքն է։ Ուրեմն թող ձեր Աստվածը գա ու պաշտպանի ձեզ, պայթեց Լևոնը։ Իսկ ես իրական մարդ եմ եւ իրական խնդիրներ եմ լուծում։ Եթե դու, Գևորգ, պատրաստ ես հանձնվել, ապա ես ոչ, սա նաեւ իմ հոր տունն է, ես կանեմ այն, ինչ պետք է։ Վարդանը, որը լարված հետևում էր հոր եւ հորեղբոր վեճին, վերջապես խոսեց. Հայրիկ, բայց միգուցե հորեղբայրս ճիշտ է, մենք չենք կարող ուղակի նստել ու սպասել։ Գևորգը նայեց որդու շփոթված դեմքին, ապա եղբոր զայրացած հայացքին։ Նա զգաց, թե ինչպես է իր ընտանիքը ճակ տալիս։ Քրիստոսի խորհուրդը, որը պետք է լույս ու խաղաղություն բերեր, դարձել էր վեճի եւ բաժանման պատճառ։ Ես ձեզնից ոչինչ չեմ պահանջում, հանգիստ, բայց թխուր ասաց Գևորգը։ Ես միայն գիտեմ, որ իմ ճանապարհը մեկն է։ Ես կփորձեմ հետևել Տիրոջ խոսքին, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Լևոնը վերցրեց իր բաճկոնը։ Լավ, հետևիր, իսկ ես կգնամ իմ ճանապարհով։ Կտեսնենք, թե ում ճանապարհը կտանի դեպի փրկություն։ Նա դուռը շրխկացնելով դուրս եկավ, թողնելով սառած ընթրիքը եւ բաժանված ընտանիքը։ Հաջորդ կիրակի օրը եկեղեցում Գևորգը նստած էր մենակ։ Անին տանն էր մնացել, գլխացավ պատճառաբանելով, իսկ Վարդանը գնացել էր ընկերների հետ։ Պատարագի ընթացքում Տեր Հովանեսը քարոզում էր լեռան քարոզի մասին, եւ նրա խոսքերը կարծես ուղղակիորեն ուղղված էին Գևորգին։ Սիրելիներ, Քրիստոսի ճանապարհը հաճախ նեղ է ու դժվարին, այն հակասում է մեր մարդկային տրամաբանությանը։ Աշխարհն ասում է աչք աչքի դիմաց, Քրիստոսն ասում է, եթե մեկը քո աջ ծնոթին ապտակ տա, մյուսն էլ դարձրու նրան։ Աշխարհն ասում է պաշտպանիր քոնը, Քրիստոսն ասում է ով քեզնից վերնաշապի կտուզի, քղամիդ էլ տուր նրան։ Այս խոսքերը հասկանալու համար բանականությունը քիչ է, անհրաժեշտ է հավատքի սխրանք։ Պատարագից հետո Գևորգը մոտեցավ Տեր հորը։ Նրա հոգին ծանր էր։ Տեր հայր, ես փորձում եմ, իսկապես փորձում եմ, բայց ես կորցնում եմ իմ ընտանիքը։ Իմ եղբայրը կարծում է, որ ես խելագարվել եմ, որդիս կասկածում է ինձ։ Ինչպես կարող եմ հետևել Քրիստոսին, եթե դա ինձ մեկուսացնում է իմ ամենահարազատ մարդկանցից։ Տեր Հովանեսը նրա ձեռքը բռնեց։ Գևորգ, որդիս, հիշիր Տիրոջ խոսքերը։ Մի կարծեք, թե ես եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու, ես չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։ Երբեմն Քրիստոսի ճշմարտությունը սրի պես բաժանում է մտերիմներին, որովհետև այն ստիպում է ընտրություն կատարել։ Քո խնդիրը ոչ թե եղբորդ կամ որդուդ խմոզելն է, այլ քո հավատքի մեջ ամուր մնալը։ Աղոթիր նրանց համար եւ թող քո օրինակը խոսի բարերի փոխարեն։ Գևորգը գլխով արեց, բայց նրա սրտում դեռ կասկած կար։ Օրինակ կ. Ինչ օրինակ կարող էր նա ցույց տալ, երբ ամեն ինչ փլուզվում էր իր շուրջը։ Տեր Հովանեսի խոսքերը զնգում էին Գևորգի մտքում, երբ նա վերադառնում էր եկեղեցուց։ Թող քո օրինակը խոսի բարերի փոխարեն, բայց ինչ օրինակ։ Մի քանի օր նա փակվել էր արհեստանոցում, փորձելով աշխատանքի մեջ մոռանալ իր խնդիրները, բայց նրա ձեռքերը չէին ենթարկվում, միտքը մշուշված էր։ Նա հասկանում էր, որ պասիվ սպասումը լուծում չէ, Քրիստոսը կոչ էր անում ակտիվ սիրո, ակտիվ խաղաղարարության։ Եվ ահա, մի երեկո, երբ նա նայում էր իր ձեռքերով կերտած մի փոքրիկ, նրբագեղ խաչքարին, որը պատկերում էր խաղողի ողկույզներով զարդարված խաչը, կյանքի եւ հարության խորհրդանիշը, նրա մտքով մի անսպասելի գրեթե խենթ գաղափար անցավ։ Նա որոշեց կատարել մի քայլ, որը հակասում էր ցանկացած մարդկային տրամաբանության։ Նա որոշեց բարիք անել իրեն ատողին։
Հաջորդ առավոտ, հաղթահարելով իր հպարտությունն ու վախը, նա զգուշորեն փաթաթեց խաչքարը սուբթա կտորի մեջ և գնաց դեպի քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում էր Տիգրանի շքեղ գրասենյակը։ Նա ներս մտավ ապակեպատ, փայլուն շենք, իրեն զգալով օտար և անտեղի իր հասարակ, աշխատանքային հագուստով։ Քարտուղարուհին զարմացած նայեց նրան, բայց Գևորգը պնդեց, որ անձամբ պետք է տեսնի պարոն Տիգրանին։ Տիգրանը նստած էր իր հսկայական, կաշվե բազկաթոռին, երբ Գևորգը ներս մտավ։ Նրա դեմքին զարմանքի և զգուշավորության խառնուրդ կար։ «Ինչ ես ուզում այստեղ, Գևորգ, եկել ես հանձնվես»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն բացեց կտորի փաթեթը։ Նա հանեց փոքրիկ խաչքարը և դրեց փայլուն սեղանի վրա։ Քարի տաք կենդանի գույնը կտրուկ հակադրվում էր գրասենյակի սառը անկենդան ինտերիերին։ «Սա ձեզ համար է», հանգիստ ասաց Գևորգը, զարմանալով սեփական ձայնի հանդարտության վրա։ «Ես սա պատրաստել եմ ձեզ համար, թող Աստված օրհնի ձեր աշխատանքը և ձեր ընտանիքը»։ Մի պահ գրասենյակում լռություն տիրեց։ Տիգրանը անվստահությամբ նայում էր մեկ Գևորգին, մեկ խաչքարին, կարծես թե փորձում էր հասկանալ, թե ինչ թակարդ է թաքնված այս անսպասելի քայլի հետևում։ Ապա նա վերցրեց քարը։ Նրա կոպիտ մատները շոշափեցին նուրբ զարդանախշերը, նա մի քանի վայրկյան զննեց այն։ Իսկ հետո նրա դեմքին հայտնվեց ծաղրական ժպիտ։ Նա կտրուկ շարժումով բացեց սեղանի տակի աղբամանը և առանց վարանելու խաչքարը նետեց այնտեղ։ Լսվեց թղթերի մեջ ընկնող քարի խուլ ձայնը։ «Ինձ քո քարերը պետք չեն, Գևորգ», սառը ասաց Տիգրանը։ «Ինձ քո հողն է պետք, և ես այն կստանամ։ Հիմա դուրս արի այստեղից»։ Գևորգը ոչինչ չասաց։ Նա միայն նայեց աղբամանին, որտեղ թղթերի մեջ թաղված էր իր ձեռքի աշխատանքը, իր բարի կամքի դրսևորումը։ Նա զգաց, թե ինչպես է նվաստացման տաք ալիքը բարձրանում կոկորդը։ Նա շրջվեց և լուռ դուրս եկավ գրասենյակից։ Փողոցում նա կանգ առավ, հենվեց պատին և փակեց աչքերը։ Նրա առաջին միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի խորհուրդը ավարտվել էր ջախջախիչ պարտությամբ և խորը նվաստացումով։ Այդ երեկո եկեղեցական խորհրդի արտահերթ ժողովն էր, հրավիրված Գևորգի խնդրանքով։ Նա պատմեց Տիգրանի գրասենյակում տեղի ունեցածի մասին, ոչինչ չթաքցնելով։ Երբ նա ավարտեց, սենյակում ծանր լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Անահիտը, ով Լևոնի պես պրագմատիկ էր։ «Գևորգ, ես հասկանում եմ քո մղումները, բայց սա սխալ էր։ Դու նրան թուլություն ցույց տվեցիր։ Այսպիսի մարդիկ բարությունը որպես վախ են ընկալում։ Հիմա նա ավելի վստահ կլինի, որ կարող է անել այն, ինչ ուզում է»։ Արամը, որը ներկա էր որպես Գևորգի աշակերտ, հազիվ էր զսպում իր զայրույթը։ «Նա պղծել է Սուրբ Խորհրդանիշը, նա պետք է պատժվի դրա համար։ Վարպետ, թույլ տվեք ինձ և տղաներին»։ «Ոչ, Արամ», նրան ընդհատեց Տեր Հովհաննեսը։ Նա դարձավ Գևորգին, և նրա հայացքում կար ոչ թե քննադատություն, այլ կարեկցանք։ «Գևորգ, որդիս, քո արարքը սխալ չէր, այն քաջություն և հավատք էր պահանջում։ Բայց դու գուցե սպասում էիր անմիջական արդյունքի։ Դու մտածում էիր, որ բարիք կանես, և նա անմիջապես կփոխվի։ Բայց Աստծո ճանապարհները հաճախ ավելի երկար են ու խորհրդավոր»։ Տեր հայրը վերցրեց սեղանին դրված ավետարանը։ Հիշում եք սերմնացանի առակը։ Սերմնացանը սերմը ցանում էր ամենուր, և բեռի հողի, և քարքարոտի, և փշերի մեջ։ Նա չէր ընտրում, թե որտեղ ցանի։ Նա պարզապես ցանում էր, վստահելով, որ որոշ սերմեր կընկնեն բարի հողի վրա և պտուղ կտան։ Քո արարքը, Գևորգ, սերմ էր, որը դու ցանեցիր Տիգրանի քարացած սրտի մեջ։ Միգուցե այն հենց հիմա չծլի։ Միգուցե այն երկար ժամանակ մնա քարերի տակ։ Բայց դու արեցիր քո գործը։ Մնացածը թող Աստծուն։ Խորհրդի անդամներից մեկը տարեց վարպետ Մկրտիչը, ով հազվադեպ էր խոսում, բայց ում խոսքը միշտ կշիռ ուներ, ավելացրեց. «Տեր հայրը ճիշտ է, բայց կա ևս մի բան։ Գևորգ, դու փորձեցիր սիրել քո թշնամուն, բայց մոռացար Քրիստոսի մյուս խորհուրդը. եղեք օձերի պես իմաստուն և աղավնիների պես միամիտ։ Միայն միամտությունը բավարար չէ, պետք է նաև իմաստություն։ Մենք պետք է շարունակենք պայքարել մեր իրավունքների համար, օրենքի սահմաններում։ Մենք պետք է դիմենք բոլոր հնարավոր ատյաններին, բարձրաձայնենք այս անարդարության մասին։ Մեր պայքարը պետք է լինի երկու ճակատով՝ հոգևոր, աղոթքով և սիրով, և աշխարհիկ, իմաստությամբ և օրինական միջոցներով։ Այս խոսքերը նոր հեռանկար բացեցին Գևորգի համար։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը կիրառելը միանգամյա արարք չէ, այլ շարունակական գործընթաց, որը պահանջում է ոչ միայն սիրտ, այլև միտք։
Նա հասկացավ, որ իր պայքարը դեռ նոր է սկսվում, եւ այն լինելու է շատ ավելի բարդ, քան նա պատկերացնում էր։ Նա պետք է սովորել լինել եւ աղավնի, եւ օձ։ Վարպետ Մկրտիչի խորհուրդը Գևորգին տվեց նոր ուժ եւ հստակություն։ Նա հասկացավ, որ հոգեվոր պայքարը չի բացառում աշխարհիկ օրինական գործողությունները։ Եկեղեցական խորհրդի աջակցությամբ նրանք վարձեցին երիտասարդ, բայց խոստումնալից մի փաստաբանի՝ Սուրենին, ով անմիջապես գործի անցավ։ Սուրենը սկսեց ուսումնասիրել Տիգրանի կողմից ներկայացված փաստաթղթերը, դիմումներ գրել քաղաքապետարան, փորձելով գտնել որևէ իրավական սողանցք։ Միևնույն ժամանակ Գևորգի հարևանները, ոգևորվելով նրա անկոտրում դիրքորոշումից, կազմակերպեցին ստորագրահավաք ի պաշտպանություն արհեստանոցի։ Թվում էր, թե իրավիճակը սկսում է փոխվել, սակայն նրանք թերագնահատել էին Տիգրանի անողողությունն ու ռեսուրսները։ Մի առավոտ Գևորգը, բացալով տեղական թերթը, սառեց տեղում։ Առաջին էջում խոշոր տառերով տպագրված էր մի հոդված՝ «Ժառանգության քողի տակ թաքնված խարդախությունը» վերնագրով։ Հոդվածում, որը լի էր կիսաճշմարտություններով եւ բացահայտ ստով, Գևորգի ընտանիքը ներկայացվում էր որպես հող-զավթած խաբեբաների մի խումբ, ովքեր տարիներ շարունակ անօրինական կերպով տիրացել են պետական սեփականություն հանդիսացող հողամասին եւ այժմ խոչընդոտում են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող շինարարական նախագծին։ Հոդվածին կցված էին Գևորգի պապի հնամաշ փաստաթղթերի լուսապատճենները, ներկայացված որպես կեղծիքի ապացույց։ Դա ուղղակի հարված էր ոչ միայն Գևորգի, այլև նրա ընտանիքի պատվին ու բարի համբավին։ Հարվածի հետևանքները չուշացան։ Հաջորդ օրը, երբ Գևորգի տարեց մայրը, տիկին Նվարդը, գնաց շուկա, նա բախվեց սառը քարե պատի։ Մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ նրան ժպիտով էին դիմավորում, այժմ խուսափում էին նրա հայացքից, շշնջում էին նրա թիկունքում։ Կանաչեղեն վաճառող Սոնան, ում հետ նա ամեն առավոտ սուրճ էր սոմում, ձևացրեց, թե չի տեսնում իրեն։ Հաց-թուղ Կարենը, ումից նա ամեն օր հաց էր գնում, կոպտորեն ասաց, որ հացը վերջացել է, թեև վաճառասեղանը լիքն էր թարմ թխված հացով։ Տիկին Նվարդը վերադարձավ տուն դատարկ ձեռքերով, բայց լի սրտով։ Նա ոչինչ չասաց, բայց Գևորգը տեսավ նրա աչքերի արցունքները եւ հասկացավ ամեն ինչ։ Ճնշումը դարձել էր ոչ թե վերացական, այլ ֆիզիկապես շոշափելի։ Տիգրանը կռվում էր ոչ միայն հողի, այլև նրանց հոգիների համար, փորձելով կոտրել նրանց ոգին ներսից, մեկուսացնելով նրանց համայնքից։ Այդ երեկո տանը կրկին լարված էր։ Այս անգամ Գևորգի դեմ դուրս եկավ ոչ թե Լևոնը, այլ հենց կինը Անին։ «Գևորգ, ես այլևս չեմ դիմանում», ասաց նա հուսահատ ձայնով։ «Այսօր դպրոցում Վարդանին ծաղրել են, ասել են պապը գող է եղել, մայրդ ամբողջ օրը լաց է լինում, մարդիկ մեզնից երես են թեքում, ինչի համար, մի կտոր հողի։ Գուցե Լևոնը ճիշտ էր, գուցե պետք է վերցնել այդ փողը եւ հեռանալ այստեղից, մինչեւ վերջնականապես չեն ոչնչացրել մեր անունը»։ Գևորգը նայեց կնոջը, նա տեսնում էր նրա ցավը, նրա վախը, եւ առաջին անգամ նրա սրտում կասկածի սերմ ծլեց։ Արդյոք նա իրավունք ուներ իր սկզբունքների համար զոհաբերելու իր ընտանիքի խաղաղությունն ու բարօրությունը։ Արդյոք Քրիստոսի խորհուրդը պահանջում էր նման զոհողություն։ Նա հիշեց Տեր Հովհաննեսի խոսքերը՝ «Եղիր իմաստուն»։ Բայց որտեղ։ Որ էր անցնում իմաստության եւ վախկոտ փողզիջման սահմանը։ Նա զգում էր, որ հայտնվել է հոգևոր փակուղում։ Մի կողմից իր հավատքն էր, որը կոչ էր անում չհանձնվել չարին։ Մյուս կողմից իր ընտանիքի տառապանքն էր, որը ցավ էր պատճառում նրա սրտին։ Նա զգում էր, որ Քրիստոսի խոսքերի մակերեսային ընկալումն այլևս բավարար չէ։ Նա պետք է ավելի խորը փորեր, պետք է հասկանար ոչ միայն բառերը, այլև դրանց հետևում թաքնված հոգին։ Բայց ինչպես։ Ինչպես գտնել այդ իմաստությունը, երբ քո շուրջը ամեն ինչ փլուզվում է, եւ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կորցնում են հավատը քո նկատմամբ։ Մի քանի օր անց Լևոնը նորից եկավ։ Այս անգամ նա ավելի հանգիստ էր, բայց նրա հայացքում սառը վճռականություն կար։ Նա Գևորգին մի կողմ տարավ։ «Գևորգ, լսիր ինձ ուշադիր։ Ես իմ կապերով մարդկանց եմ գտել։ Նրանք պարզել են, որ Տիգրանի շինարարական ընկերությունը մեծ խախտումներով է աշխատում։ Նա հարկերից է խուսափում, անորակ նյութեր է օգտագործում։ Մենք կարող ենք այս տեղեկությունը փոխանցել համապատասխան մարմիններին։ Դա նրան կկանգնեցնի, գուցե նույնիսկ բանտ նստի»։ Գևորգը լսում էր, եւ նրա սիստը սառչում էր։ Սա այն էր, ինչից նա վախենում էր։ Չարին չարով պատասխանելու գայթակղությունը։
Լևոն, դա նույնն է, թե մենք իջնենք նրա մակարդակին, մենք չենք կարող մարդուն կործանել, նույնիսկ եթե նա մեր թշնամին է։ Լևոնը հուսահատ թափահարեց գլուխը։ Ուրեմն ինչ ես առաջարկում, շարունակենք աղոթել, մինչև նա մեզ ոտքի կոխանանի։ Ես այլևս չեմ կարող նայել, թե ինչպես է մեր ընտանիքը տառապում քո սրբության պատճառով։ Եթե դու չես ուզում գործել, ապա ես կգործեմ, առանց քեզ։ Նա շրջվեց եւ հեռացավ, Գևորգին թողնելով մենակ իր կասկածների եւ անելանելի թվացող ընտրության հետ։ Պայքարը տեղափոխվել էր նոր, ավելի վտանգավոր դաշտ։ Այժմ նա պետք է կռվեր ոչ միայն Տիգրանի, այլև սեփական եղբոր դեմ, ով փորձում էր փրկել ընտանիքը, օգտագործելով աշխարհի զենքերը։ Լևոնի հեռանալուց հետո Գևորգի համար սկսվեցին ամենածանր օրերը։ Նա զգում էր, թե ինչպես են իրեն շրջապատող պատերը սեղմվում, տանը լարված լռություն էր, կինը խուսափում էր նրա հայացքից, որդին փակվել էր իր սենյակում, մայրը լուռ աղոթում էր սրբապատկերների առաջ։ Արհեստանոցում նրա ձեռքերը չէին ենթարկվում, մուրճը ծանր էր թվում, իսկ քարը անկենդան։ Նրա աղոթքները դարձել էին չոր ու անկիրք, բառերը կարծես առաստաղին էին դիպչում ու հետ ընկնում։ Նա հասել էր իր ուժերի սպառման եզրին, հոգեկան խանգարման շեմին։ Մի առավոտ, առանց որևէ մեկին զգուշացնելու, նա դուրս եկավ տանից եւ ոտքով ուղևորվեց դեպի լեռներում գտնվող հին կիսավեր գեղարդի վանքը։ Նա չգիտեր, թե ինչու է գնում այնտեղ։ Նա պարզապես զգում էր, որ այլևս չի կարող մնալ քաղաքի ճնշող մթնոլորտում։ Երկար, հոգնեցուցիչ ճանապարհից հետո նա հասավ վանք։ Այնտեղ տիրում էր խորը, անխռով լռություն, որը խախտվում էր միայն քամ ու սուլոցով եւ հեռվից լսվող թռչունների ձայներով։ Նա չմտավ եկեղեցի, չմոտեցավ խաչքարերին, նա պարզապես նստեց մի մեծ քարի վրա, վանքի ավերակների մոտ եւ նայեց դիմացի ձորին։ Նա չէր աղոթում, չէր մտածում, նրա հոգին դատարկ էր, ինչպես այդ պահին իր շուրջը տարածվող լեռնային օդը։ Նա այդպես նստած էր ժամեր շարունակ, երբ նրա ուշադրությունը գրավեց մի տեսարան։ Մի քանի տեղացի տղաներ խաղում էին վանքի բակում։ Նրանցից մեկը, տեսնելով թափառող կախ շանը, վերցրեց մի քար եւ նետեց նրա ուղղությամբ։ Քարը դիպավ շան ոտքին եւ կենդանին ցավից կենկենգաց։ Հենց այդ պահին վանքի խցերից դուրս եկավ մի ծեր սպիտակամորուս վանական։ Նա հանգիստ քայլերով մոտեցավ։ Գևորգը սպասում էր, որ վանականը կկշտամբի տղային, կբարկանա նրա վրա, բայց վանականը ոչինչ չասաց, նա պարզապես կրացավ, վերցրեց այն նույն քարը, որով տղան հարվածել էր շանը, եւ այն հետ նետելու կամ մի կողմ շպրտելու փոխարեն զգուշությամբ մոտեցավ վանքի կիսաքանդ պատին։ Նա մի պահ զննեց պատը, գտավ մի դատարկ տեղ եւ զգուշորեն, ասես թանկարժեք իր լիներ, քարը դրեց ավերված պատի հիմքում, ամրացնելով այն։ Նա տղայի չարության գործիքը դարձրեց շինարարության քար։ Եվ այդ պահին Գևորգի մեջ ինչ-որ բան տեղաշարժվեց։ Այդ պարզ, լուռ գործողության մեջ նա տեսավ մի իմաստություն, որը հազարավոր քարոզներից ավելի զորեղ էր։ Նրա ուղեղում կայծակ փայլատակեց։ Նա հասկացավ։ Նա վերջապես հասկացավ Քրիստոսի խորհրդի ցնցող, անհավանական պարզությունն ու հանճարեղությունը։ Սիրեցեք ձեր թշնամիներին։ Դա զգացմունքի մասին չէր։ Դա թշնամու հանդեպ ջերմ զգացմունքներ տածելու կամ նրա չարագործությունները հանդուրժելու կոչ չէր։ Դա պասիվ լինելու կամ մյուս այտը դարձնելու մասին չէր, բառացի իմաստով։ Դա գործողության մասին էր։ Դա ռազմավարություն էր։ Դա չարի էներգիան վերցնելու եւ այն բարու վերածելու աստվածային արվեստն էր։ Տղան քարը նետեց ոչնչացնելու համար։ Վանականը վերցրեց այդ նույն քարը, այդ նույն ավերիչ էներգիան եւ օգտագործեց այն արերելու համար։ Նա չեզոքացրեց չարիքը, այն վերափոխելով։ Սա էր իսկական հոգևոր ջյուդոն։ Չզիջել, չպարտվել, այլ վերցնել հակառակորդի հարվածի ուժը եւ այն ուղղել ստեղծագործ ուղղությամբ։ Գևորգը ցնցված էր։ Ամեն ինչ, ինչը մինչ այդ անհասկանալի եւ անտրամաբանական էր թվում, հանկարծ ստացավ պարզ, բյուրեղյա իմաստ։ Իր Տիգրանին խաչքար նվիրելը միամտություն չէր, դա սերմ էր, որը նա ցանել էր։ Իր օրինական ճանապարհով պայքարելը թուլություն չէր, դա իմաստություն էր։ Իսկ Լևոնի առաջարկը կոմպրոմատ օգտագործել սխալ էր ոչ թե այն պատճառով, որ դա մեղք էր, այլ որովհետև դա նույն ավերիչ էներգիան էր, պարզապես այլ ուղղությամբ։ Դա չարին չարով պատասխանելն էր, որը միայն կբազմապատկեր չարիքը։ Գևորգը վեր կացավ։ Նրա մեջ այլևս չկար հուսահատություն կամ շփոթություն։ Նրա հոգին լցվել էր լույսով եւ խաղաղությամբ։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա վերադարձավ քաղաք որպես բոլորովին այլ մարդ։ Նրա քայլերը վստահ էին, իսկ հայացքը պարզ։ Նա այլևս չէր կռվում Տիգյանի դեմ։ Նա այլևս չէր փորձում հաղթել նրան։
Նրա նպատակը փոխվել էր։ Նա պետք է վերցներ Տիգրանի կողմից իր վրա նետված բոլոր քարերը՝ սուտը, զրպարտությունը, ճնշումը, եւ այդ քարերով կառուցեր մի նոր բան։ Մի բան, որը Տիգրանը երբեք չէր կարող ոչնչացնել։ Նա հասկացել էր, որ իր իսկական զենքը ոչ թե մուրճն ու հատիչն են, այլ ստեղծագործ միտքը, որը կարող է ցանկացած ավերածություն վերածել հնարավորության։ Նա գտել էր Քրիստոսի իմաստության բանալին, եւ այդ բանալին պիտի բացեր բոլոր փակ դռները։ Գևորգի վերադարձը լուռ էր, բայց նրա ներկայությունը փոխել էր տան մթնոլորտը։ Նրա դեմքից անհետացել էր տառապանքի եւ անորոշության արտահայտությունը, փոխարենը հայտնվել էր մի խորը անսասան հանգստություն, Որն ավելի շատ էր անհանգստացնում, քան նրա նախկին հուսահատությունը։ Այդ երեկո նա հավաքեց իր ընտանիքին, կնոջը, մորը, որդուն եւ հատուկ Երևանից կանչված եղբորը Լևոնին, իրենց փոքրիկ հյուրասենյակում։ Օդը լարված էր, բոլորը սպասում էին, որ նա կհայտարարի իր պարտության մասին, կսի, որ համաձայն է վաճառել հողը։ Գևորգը մի պահ լուռ նայեց նրանցից յուրաքանչյուրին, ապա խոսեց, եւ նրա ձայնը հնչում էր հանգիստ, բայց զարմանալիորեն զորեղ։ Ես գտա պատասխանը, պարզապես ասաց նա։ Ես հասկացա, թե ինչպես պետք է վարվենք Տիգրանի հետ։ Լևոնը անհամբեր շարժվեց. Դե ասա, հուսով եմ դա իմ առաջարկն է։ Գևորգը ժպտաց. Ոչ Լևոն, դա շատ ավելի լավն է։ Տիգրանը ցանկանում է վերցնել մեր հողը, որպեսզի դրա վրա շքեղ բնակելի շենք կառուցի, իր հարստությունն ու ուժը ցուցադրելու համար։ Նա ուզում է ոչնչացնել մեր ժառանգությունը։ Դե ինչ, մենք նրան կօգնենք։ Մենք նրան թույլ կտանք վերցնել այն, ինչ նա ուզում է։ Սենյակում մահու լռություն տիրեց։ Անին սարսափահար նայեց ամուսնուն։ Գևորգ, դու ինչ ես ասում, դու խելագարվել ես։ Ոչ, շարունակեց Գևորգը, եւ նրա աչքերում մի նոր կրակ վառվեց։ Նա կվերցնի մեր հողը, բայց նրա կողքին, հենց իր քթի տակ, կա մի հին լքված մատուռի ավերակներ։ Մենք կսկսենք վերականգնել այդ մատուռը։ Մեր սեփական միջոցներով, մեր ձեռքերով, անվճար։ Մենք նրա շահույթի եւ փառասիրության խորհրդանիշի կողքին կկանգնեցնենք հավատքի եւ աղոթքի տուն։ Նա կկառուցի քարից եւ բետոնից, իսկ մենք հավատքից եւ հույսից։ Նրա նետած յուրաքանչյուր քարը, յուրաքանչյուր վիրավորանքը մենք կդարձնենք շինանյութ այդ մատուռի համար։ Մենք նրա ավերիչ ուժը կվերածենք արարչագործություն։ Լևոնը ոտքի թռավ։ Սա խելագարություն է, բացարձակ խելագարություն։ Դու ոչ միայն հանձնում ես մեր պապենական հողը, այլև պատրաստվում ես քրտինք թափել նրա հարևանությամբ եկեղեցի կառուցելու համար։ Նա կծիծաղի մեր վրա, ամբողջ քաղաքը կծիծաղի։ Թող ծիծաղեն, հանգիստ պատասխանեց Գևորգը։ Մենք կտեսնենք, թե ով վերջինը կծիծաղի։ Նա նայեց կնոջը։ Անիի դեմքին դեռ շփոթություն կար, բայց նա տեսնում էր ամուսնու աչքերում այն լույսը, որը վաղուց չէր տեսել։ Նա տեսնում էր ոչ թե պարտված մարդու, այլ ճշմարությունը գտած մեկի հայացքը։ Նա դանդաղ մոտեցավ եւ բռնեց Գևորգի ձեռքը։ Ես չեմ հասկանում քո ծրագիրը, Գևորգ, շշնջաց նա։ Ինձ համար դա նույնպես խենթություն է թվում, բայց ես տեսնում եմ քեզ, եւ ես քեզ հետ եմ։ Այս խոսքերը Գևորգի համար ավելի թանկ էին, քան ցանկացած հաղթանակ։ Վարդանը, ով լուռ լսում էր, նայեց հորն ու մորը, ապա ասաց. Եթե դուք երկուստ էլ այնտեղ եք, ուրեմն ես էլ եմ ձեզ հետ, ես կօգնեմ կառուցել։ Միայն տիկին Նվարդն էր, որ լուռ ժպտում էր։ Նա մոտեցավ, խաչակնքեց որդուն եւ ասաց. Քո հայրը կհպարտանար քեզնով, որդիս, դու գտել ես ճիշտ ճանապարհը։ Լևոնը մնացել էր մենակ։ Նա նայում էր իր ընտանիքի միասնությանը, որը ծնվել էր իր կարծիքով բացարձակ անտրամաբանական որոշումից։ Նա գլուխը թափահարեց եւ առանց խոսքի դուրս եկավ սենյակից։ Նոր պայքար էր սկսվում, եւ այս անգամ բաժանման գիծը անցնում էր ոչ միայն Գևորգի եւ Տիգրանի, այլև երկու եղբայրների միջև։ Հաջորդ օրը Գևորգն իր որոշման մասին հայտնեց եկեղեցական խորհրդին։ Արձագանքը միանշանակ չէր։ Անահիտը եւ մի քանի այլ պրագմատիկ անդամներ կիսում էին Լևոնի կարծիքը։ Գևորգ, սա ինքնասպանություն է, ասաց Անահիտը։ Մենք պետք է շարունակենք իրավական պայքարը, ոչ թե ռոմանտիկ նախագծերով զբաղվենք։ Բայց վարդպետ Մկրտիչը, ուշադիր լսելով Գևորգին, դանդաղ գլխով արեց։ Սրա մեջ խորը իմաստություն կա, ասաց նա։ Մենք միշտ փորձում ենք հաղթել թշնամուն, ոչնչացնելով նրան, բայց Գևորգն առաջարկում է հաղթել արարելով։ Սա իսկապես Քրիստոսի ճանապարհն է։ Տեր Հովանեսը, ով լուռ լսում էր բոլորին, վերջում խոսեց. Երբ Նեեմիան վերականգնում էր Երուսաղեմի պարիսպները, թշնամիները ծաղրում էին նրան, բայց նա եւ ժողովուրդը շարունակում էին աշխատել՝ մի ձեռքում մուրջ, մյուսում սուր։
Մեր սուրը աղոթքն է, իսկ մուրճը մեր ձեռքի աշխատանքը։ Գևորգի առաջարկը համարձակ է, գուցեև անխոհեմ աշխարհի տեսանկյունից, բայց հավատքը հենց այն է, որ քայլ անես դեպի անհայտը, վստահելով Աստծուն։ Ես օրհնում եմ այս նախաձեռնությունը։ Տեր հոր խոսքերը որոշիչ եղան։ Խորհրդի անդամների մեծ մասը, թեև կասկածներով, բայց որոշեց աջակցել Գևորգին։ Նոր, անսպասելի դաշինքներ էին ձևավորվում։ Արամը եւ նրա ընկերները, ովքեր պատրաստ էին ֆիզիկական բախման, այժմ ոգևորված էին շինարարության գաղափարով։ Հարևանները, ովքեր վախեցած էին Տիգրանի հոդվածից, այժմ, տեսնելով Գևորգի վճռականությունը, նորից սկսեցին հավաքվել նրա շուրջ։ Պայքարը դեռ չէր ավարտվել, բայց այն փոխել էր իր բնույթը։ Դա այլևս պաշտպանություն չէր, այլ հարձակում, ոչ թե ուժի, այլ հոգու հարձակում։ Հաջորդ շաբաթվա սկզբին Գևորգը եւ նրան աջակցող մի փոքր խումբ, կինը, որդին, Արամը եւ մի քանի հավատարիմ հարևաններ սկսեցին աշխատանքը։ Նրանք մաքրեցին հին մատուռի ավերակները մոլախոտերից եւ աղբից, որոնք տարիներով կուտակվել էին այնտեղ։ Դա դանդաղ տքնաջան աշխատանք էր, բայց նրանց սրտերը լի էին նոր գտած վճռականությամբ։ Նրանք դեռ առաջին քարերը չէին դրել, երբ հայտնվեցին Տիգրանի սև ամենագնացները։ Տիգրանն ինքը դուրս չեկավ մեքենայից, բայց նրա մի քանի կամակատարներ, Աշխղեկ Սարգսի գլխավորությամբ, մոտեցան։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին, բայց սկսեցին հոգեբանական պատերազմ։ Նրանք իրենց մեքենաներից այնքան բարձր երաժշտություն միացրին, որ հնարավոր չէր լսել սեփական ձայնը։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը հենց մաքրված տարածքի կողքին, ստեղծելով գարշահոտ աղբակույտ։ Նրանք բացահայտ ծաղրում էին Գևորգին եւ նրա խմբին, անվանելով նրանց սուրբ խելագարներ։ Գևորգի համախոհներից ոմանք սկսեցին տատանվել։ «Վարպետ, միգուցե սա լավ գաղափար չէր», ասաց հարևաններից մեկը։ «Մենք միայն նրանց ավելի ենք բարկացնում»։ Բայց Գևորգը, որը հիմա զինված էր նոր ըմբռնումով, հանգիստ էր։ Նա վերցրեց մի մեծ, տձև քար, որը նետել էին Տիգրանի բանվորները, եւ սկսեց մշակել այն։ «Այս քարը նրանք նետեցին մեզ վիրավորելու համար», ասաց նա բարձրաձայն, որպեսզի բոլորը լսեն, «բայց մենք այն կդարձնենք մեր մատուռի անկյունակարը»։ Եվ նա, ի պատասխան բարձր երաժշտության եւ վիրավորանքների, սկսեց դնել մատուռի առաջին քարը։ Նրա յուրաքանչյուր հարվածը մուրճով կարծես պատասխան էր Տիգրանի ագրեսիային։ Նրա հանգիստ, անսասան վճռականությունը մագնիսի պես էր գործում։ Այս տեսարանը չվրիպեց թաղամասի բնակիչների աչքից։ Մարդիկ, ովքեր մինչ այդ վախենում էին բացահայտ աջակցել Գևորգին, սկսեցին մոտենալ։ Սկզբում հետաքրքրասիրությունից, հետո հիացմունքից։ Տեսնելով, թե ինչպես է Գևորգը չարությունը վերածում բարության, նրանք սկսեցին միանալ նրան։ Տարեց Հակոբ պապը ջուր բերեց աշխատողների համար։ Հացթուղ Կարենը, որը մի քանի օր առաջ հրաժարվել էր հաց վաճառել տիկին Նվարդին, ամաչելով մոտեցավ եւ մի քանի թարմ հաց դրեց սեղանին։ «Ներեցեք, վարպետ Գևորգ», մրթմրթաց նա, «ես վախեցա»։ «Աստված բոլորիս էլ ներում է, Կարեն ախպեր», ժպտալով պատասխանեց Գևորգը։ Օրեցօր մատուռի շինարարությանը միացողների թիվն ավելանում էր։ Դա այլևս Գևորգի անձնական պայքարը չէր, դա դարձել էր համայնքի պայքարը, հանուն արժանապատվության եւ հավատքի։ Հակամարտությունը դարձել էր հրապարակային, եւ Տիգրանի հոգեբանական ճնշումը սկսել էր հակառակ արդյունքն տալ։ Որքան շատ էին նրա մարդիկ փորձում խանգարել, այնքան ավելի շատ մարդ էր հավաքվում Գևորգի շուրջ։ Տիգրանը, տեսնելով, որ իր ռազմավարությունը ձախողվում է, կատաղած էր։ Մի օր նա անձամբ եկավ շինհրապարակ։ Նրա դեմքը քարացել էր զայրույթից։ «Ինչ խաղեր ես խաղում, Գևորգ», գոռաց նա։ «Դու կարծում ես այս քարակույտով ինձ կկանգնեցնես, ես քեզ կկոնչնացնեմ»։ Գևորգը դադարեցրեց աշխատանքը եւ հանգիստ նայեց նրան։ «Ես քեզ հետ չեմ կռվում, Տիգրան, ես կառուցում եմ, եթե ուզում ես, արի, դու էլ օգնիր, այս տանը բոլորի համար էլ տեղ կա»։ Այս պատասխանն այնքան անսպասելի էր, որ Տիգրանը մի պահ շփոթվեց։ Նա սովոր էր, որ իրեն պատասխանում են կամ վախով, կամ ատելությամբ, բայց այս հանգիստ բաց հրավերը նրան զինաթափեց։ Նա մի քանի վայրկյան լուռ նայեց Գևորգին, ապա, չգտնելով պատասխան, շրջվեց եւ զայրացած հեռացավ։ Այդ օրվանից նրա մարդկանց ճնշումները թուլացան։ Նրանք դեռ հսկում էին, բայց այլևս ակտիվորեն չէին խանգարում։ Գևորգը հասկացել էր, որ իր հանգստությունն ու արարելու կամքն ավելի ուժեղ զենք են, քան Տիգրանի բոլոր սպառնալիքները։ Նույնիսկ Լևոնը, որը սկզբում կտրականապես դեմ էր եղբոր խելագարությանը, չէր կարող անտարբեր մնալ։ Նա գաղտնի հեռվից հետևում էր իրադարձությունների զարգացմանը։ Նա տեսնում էր, թե ինչպես է համայնքը համախմբվում եղբոր շուրջ, տեսնում էր մարդկանց աչքերում վառվող հույսի կրակը։ Մի երեկո նա առանց զգուշացնելու եկավ շինհրապարակ։ Գևորգը մենակ էր։ Ավարտում էր օրվա աշխատանքը։
Եղբայրները երկար ժամանակ լուռ կանգնած էին։ «Ես դեռ կարծում եմ, որ դու խենթ ես», վերջապես խոսեց Լևոնը։ «Բայց ես տեսնում եմ, որ սա աշխատում է։ Ես չեմ հասկանում, թե ինչպես, բայց դա աշխատում է»։ Նա մի ծրար դրեց քարերից մեկի վրա։ Սա փոքր օգնություն է շինանյութի համար, բայց ոչ մեկին չասես, որ ես եմ տվել։ Գևորգը ժպտաց։ Աստված տեսնում է, Լևոն, դա բավական է։ Լևոնը շրջվեց և արագ հեռացավ, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կտեսնի իր թուլությունը։ Բայց Գևորգը գիտեր, որ սա նոր հաղթանակ է։ Քրիստոսի խորհրդի զորությունը սկսել էր հալեցնել ոչ միայն թշնամու, այլև հարազատ եղբոր քարացած սիրտը։ Պայքարը շարունակվում էր, բայց այժմ Գևորգը գիտեր, որ նա մենակ չէ, և որ իր ընտրած ճանապարհը, որքան էլ դժվարին լինի, տանում է դեպի լույս։ Ամիսներ անցան։ Մատուրի պատերը քար առ քար բարձրանում էին, դառնալով համայնքի միասնության և անկոտրում ոգու խորհրդանիշ։ Գևորգի արհեստանոցը նորից լցվել էր պատվերներով։ Մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև պարզապես զրուցելու, իրենց մասնակցությունը բերելու շինարարությանը։ Տիգրանը որոշ ժամանակ անհետացել էր տեսադաշտից։ Նրա շինարարությունը սառեցվել էր, լուրեր էին պտտվում, որ նա ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Գևորգը գրեթե մոռացել էր նրա մասին, երբ մի օր մայրամուտին մոտ Տիգրանի սև ամենագնացը կրկին հայտնվեց։ Այս անգամ նա մեքենայից իջավ միայնակ։ Նրա թանկարժեք կոստյումը կախ ընկած էր նիհարած մարմնի վրա, իսկ դեմքը հողագույն էր։ Նա դանդաղ, անվստահ քայլերով մոտեցավ մատուռի շինհրապարակին, որտեղ Գևորգը և մի քանի հոգի ավարտում էին օրվա աշխատանքը։ Բոլորը սառեցին տեղում։ Օդը լցվեց լարվածությամբ։ Տիգրանը կանգ առավ Գևորգի դիմաց։ Նրա աչքերում այլևս չկար ամբարտավանություն, միայն դատարկություն և անսահման հոգնածություն։ Սա գագաթնակետն էր, վերջին մենամարտը։ Գևորգը չշարժվեց։ Նա հանգիստ նայեց Տիգրանի աչքերի մեջ, առանց ատելության, առանց վախի, միայն խորը կարծքանքով։ «Ես ամեն ինչ կորցրի», խուլ ձայնով ասաց Տիգրանը։ «Գործընկերներս խաբեցին ինձ, բանկերը պահանջում են իրենց գումարը։ Այս շինարարությունն իմ վերջին հույսն էր»։ Գևորգը լուռ լսում էր։ Ապա նա կռացավ, գետնից վերցրեց մի փոքրիկ, սրբատաշ քար, որը պետք է դրվեր մատուռի պատի մեջ, և մեկնեց այն Տիգրանին։ «Այս մատուռը կառուցվում է ի հիշատակ բոլոր նրանց, ում մենք կորցրել ենք։ Ես իմացա, որ դուք վաղուց եք կորցրել ձեր ծնողներին, Հովսեփին և Մարիամին։ Այս քարը դիր ի հիշատակ նրանց»։ Այս խոսքերը, այս պարզ մարդկային քայլը վերջնականապես կոտրեցին Տիգրանի մեջ մնացած վերջին պատնեշը։ Նրա դեմքի քարե դիմակը փշրվեց։ Նրա աչքերում երկար տարիների ընթացքում առաջին անգամ արցունքներ հայտնվեցին։ Նա չվերցրեց քարը։ Նա պարզապես նայեց Գևորգին, մի հայացքով, որի մեջ կար ամեն ինչ՝ զարմանք, ամոթ, գուցեև մի փոքր երախտագիտություն։ Ապա նա լուռ շրջվեց և հեռացավ։ Ոչ ոք այլևս նրան չտեսավ այդ թաղամասում։ Մի քանի ամիս անց մատուռի օծման օրն էր։ Փոքրիկ, բայց լուսավոր շինությունը լի էր մարդկանցով։ Տեր Հովհաննեսը կատարում էր սուրբ պատարագը, և նրա ձայնը հնչում էր հաղթական։ Գևորգը կանգնած էր իր ընտանիքի կողքին։ Նրա արհեստանոցը պաշտպանվել էր, և այժմ նա ավելի շատ պատվերներ ուներ, քան երբևէ։ Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Այդ օրը Գևորգի կողքին, արհեստանոցում, նրան օգնում էր իր եղբայրը՝ Լևոնը։ Նա ոչինչ չէր ասում, ներողություն չէր խնդրում, բայց նրա լուռ ներկայությունը, նրա պատրաստակամությունը կատարելու ամենահասարակ աշխատանքը ավելին էին ասում, քան ցանկացած խոսք։ Այդ լռության մեջ նրանց եղբայրությունը վերածնվել էր, ավելի ամուր և խորը, քան երբևէ։ Գևորգը հասկացել էր, որ Քրիստոսի խորհուրդը ոչ թե պարտության, այլ բարձրագույն հաղթանակի ճանապարհ է։ Հաղթանակ ոչ թե թշնամու, այլ սեփական հպարտության, վախի և ատելության նկատմամբ։ Նա գտել էր մի զորություն, որը կարող էր ոչ թե քանդել, այլ կառուցել, ոչ թե բաժանել, այլ միավորել։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր մենք միասին անցանք Գևորգի փորձությունների ճանապարհով և տեսանք, թե ինչպես Քրիստոսի առաջին հայացքից անիրագործելի թվացող խորհուրդը «Սիրեցեք ձեր թշնամիներին» դարձավ ոչ միայն հոգևոր, այլև գործնական հաղթանակի բանալի։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ Աստծո իմաստությունը հաճախ հակասում է մեր մարդկային տրամաբանությանը։ Բայց հենց դրա մեջ է նրա զորությունը։
Գևորգը կարող էր ընտրել ուժի կամ խորամանկության ճանապարհը, բայց նա ընտրեց սիրո եւ արարման ճանապարհը, չարի ավերիչ էներգիան վերածելով բարու։ Եվ այժմ ես ուզում եմ դիմել ձեզնից յուրաքանչյուրին։ Մենք բոլորս մեր կյանքում ունենում ենք մեր տիգրաններին, մարդիկ կամ հանգամանքներ, որոնք սպառնում են ոչնչացնել այն, ինչ թանկ է մեզ համար։ Խնդրում եմ, կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր սեփական կյանքում, ինչ քարեր են նետել ձեր վրա, եւ ինչպես կարող եք դուք այդ քարերով կառուցել ձեր սեփական մատուռը։ Եկեք միասին սովորենք լինել ոչ միայն հավատացյալներ, այլև ակտիվ խաղաղարարներ եւ արարողներ մեր ընտանիքներում, մեր համայնքներում եւ մեր երկրում։ Քրիստոս մեզ հետ։